Պարոն Ռուբինյան, երեք երբ որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովից խոսում էր եւ այնպիսի արտահայտություններ արեց, որը ձեր սահմանած բարեվարկության կանոնների շրջանակի մեջ չէր մտնում։ Կզցնել բառներ օգտագործել, ինչու չընդհատեցիք։ Որովհետեւ ոչ ոքի ուղիղ չվիրավորեց։ Ընդդիմությանը վիրավորելու ուղիղ Չէ, բայց ոչ մեկին հասարակական վիրավորանք չհասցվեց, դրա համար չընդհատեցի։ Այսինքն դուք Ի տարբերություն իդեպ ընդդիմադիր գործիչների, որոնք երեք առնվազն մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ են արել, նույնիսկ անեծքի պաշտոնական բացում արեցինք ազգային ժողովի նիստերի դահլիճում, երբ որ ուժեղ Հայաստան խմբակցության անունից ելույթ ունեցողը պաշտոնապես անիծեց մեզ եւ մեր սերունդներին։ Բայց ինչեւ է օրինալ լինեն նրանք։ Հիմա երբ որ արդեն ծափահարում են, երբ որ Կատուկոսի անունը Ավազանի Չեն ծափահարում, դմդմփացնում, դրանք տարբեր բառեր են։ Ձեր մասն է, երբ որ Ավազանի անունով է կոչում, դուք ծափահարում։ Չէ, մենք ծափահարում ենք իրենց դմդմփացնելը։ Մենք սիրում ենք որ Հիմա ուզում եմ ասեմ, այդ ամեն ինչը ավարտեց, երեք Փաշինյանը վերջ դրեց այդ պրակտիկային ընդդիմություն իշխանություն։ Չգիտեմ, դե առնվազն հա ինչ-որ մի հատվածում սկսվեց լռության տակ հնչել այդ անունը։ Չգիտեմ, չեմ կարծում, որ սա ամենակարևորը։ Ձեր բարեվարկության այս կանոնը շարունակվում է ձեր կարծիքով, թե ամեն դեպքում։ Հա, իհարկե շարունակվում, չեք զգում։ Ինչով է շարունակվում։ Ամեն ինչով։ Երբ ներողություն կարելի է։ Երբ որ ազգային ժողովը այդ հայտարարությունը չեցրեց, մեծ աղմուկ բարձրացեց վիկաբար։ Էդ էլ էսպես Չէին կոնկրետ վիրավորել, որ դուք ասում եք ոչ մեկին։ Դե հիմա ինչ, այսինքն հիմա ձեր ասածը ի՞նչն է։ Անձնավորված էր, ասես դուք սրիկայաբար ես ինչ։ Իհարկե, էլի հարգելի գործընկերներ, ասում եք ձեր վեհապարը պիղծ է, բայց դա կոնտեքստում է, չի ասում ա ձեր վեհապարը, որը Աստծո առաջ ուխտ է տվել լինել կուսակրոն հոգևորականը Աստծո առաջ տրված իր ուխտը կուսակրոն լինելու խախտում է, դա պիղծ բարի, պղծություն բարի, դասական ներող, դե կթողեք ավարտեմ։ Սրիկայաբար